Կրեմլի խոսնակը հայտնել է, որ Մոսկվան որևէ ազդանշան չի ստացել Բեռլինում, Կիևի, Վաշինգտոնի եւ Եվրոպայի ներկայացուցիչների բանակցությունների արդյունքների վերաբերյալ։ Դմիտրի Պեսկովի խոսքով ռուս-ուկրաինական կարգավորման շուրջ քննարկումների նոր փուլ անցկացնելու համար Ռուսաստանը նախ պետք է ծանոթանա դրանց։ Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել էր, որ Սպիտակ տան թիմն առաջիկա օրերին պատրաստվում է Կրեմլին փոխանցել 20 կետից բաղկացած խաղաղության ծրագրի թարմացված տարբերակը, ինչից հետո կրկին խորհրդակցություններ կանցկացվեն Կիևի հետ։ Պեսկովը չի հաստատել այդ տեղեկությունը։ Կրեմլի խոսնակը նաև կասկածում է, որ եվրոպական կողմը կարող է դրական դերակատարում ունենալ ռուս-ուկրաինական կարգավորման գործընթացում։ Հայտարարություններով է հանդես եկել նաև Ուկրաինայի նախագահը։ Նա տեղեկացրել է, որ այժմ բանակցային ամենակարևոր հարցերը վերաբերում են տարածքներին եւ անվտանգության երաշխիքներին։ Վոլոդիմիր Զելենսկին շեշտել է, Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցությունը անվտանգության երաշխիքների կարևոր մասն է։ Նաև նրա խոսքով Կիևն ակնկալում է 2026 թվականին իր արևմտյան դաշնակիցներից ստանալ 40-ից 45 միլիարդ դոլարի օգնություն։ Մեկնաբանելով Եվրոպայում ռուսական սառեցված ակտիվների հաշվին Ուկրաինային փոխհատուցում տրամադրելու Բրյուսելի ծրագրերը Զելենսկին նշել է. պատերազմի հետևանքով Ուկրաինային հասցված վնասը 3 անգամ ավելի մեծ է, քան այդ 200 միլիարդ դոլարը։ Հունգարիան Միացյալ Նահանգների հետ հնգամյա պայմանագիր է ստորագրել տարեկան 400 միլիոն խորանարդ մետր ամերիկյան հեղուկացված բնական գազ գնելու մասին։ Երկրի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ սա կարևոր շրջադարձ է երկկողմ էներգետիկ գործակցության ոլորտում։ Հետաքրքրված ենք էներգետիկ ռեսուրսներ գնել, որքան հնարավոր է շատ մատակարարներից եւ տարբեր խողովակներով, հնարավորինս ցածր գնով, մանրամասնել է Պետեր Սիարտոն։ Միևնույն ժամանակ դիվանագետը մեղադրել է Եվրամիությանը Հունգարիային էներգետիկ որոշ աղբյուրներից իբր զրկելու փորձերի համար։ Ներկայումս Բուդապեշտը գազի մեծ մասը գնում է Ռուսաստանից, տարեկան մոտ 8 միլիարդ խորանարդ մետր։ Այն մատակարարվում է թուրքական հոսք խողովակաշարով։ ԱՄՆ նախագահը հայտարարել է Վենեսուելայի ծովային շրջափակման մասին, ըստ Դոնալդ Թրամփի պատժամիջոցների տակ գտնվող նավթային տանկերներին պետք է արգելվի մուտք գործել Վենեսուելա եւ լքել երկրի տարածքը։ Սպիտակ տան ղեկավարը խոստացել է աննախադեպ ճնշում գործադրել երկրի իշխանության վրա։ Նրանք Միացյալ Նահանգներին պետք է վերադարձնեն մեզնից նախկինում գողացված նավթը, հողը եւ այլ ակտիվներ։ Մադուրոյի անօրինական ռեժիմը օգտագործում է այդ նավթը իր նարկոտերորիզմի, մարդկանց թրաֆիքինգի, սպանությունների եւ առևանգումների համար, գրել է Թրամփը Truth Social-ի էջում։ ԱՄՆ նախագահը նաև հիշեցրել է, որ Վենեսուելայի իշխանությունը նոյեմբերին ճանաչվել է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն։ Կարակասը մեղադրել է Թրամփին սպառնալիքի միջոցով միջազգային իրավունքը, ազատ առևտրի եւ ազատ նավարկության սկզբունքները խախտելու համար։ Վենեսուելայի իշխանության տարածած հաղորդագրության համաձայն Դոնալդ Թրամփը մտադիր է յուրացնել երկրի հարստությունները։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հեռախոսազրույց էր ունեցել Նիկոլաս Մադուրոյի հետ, նրանից պահանջելով լքել Վենեսուելայի նախագահի պաշտոնը։ Ամերիկյան կողմը մեղադրում է Մադուրոյին նարկոկարտելների եւ Միացյալ Նահանգներ թմրանյութերի ապօրինի արտահանման հետ կապ ունենալու համար։ Դոնալդ Թրամփն ընդլայնել է ԱՄՆ մուտքի սահմանափակումները եւս մի քանի երկրի քաղաքացիների համար։ Դրանց թվում են Բուրկինա Ֆասոն, Մալին, Նիգերը, Հարավային Սուդանը, Սիրիան։ Արգելքը վերաբերում է նաեւ Պաղեստինի ինքնավարության կողմից տրված փաստաթղթեր ունեցող անձանց։ Հունվարի 1-ից նրանք չեն կարողանա մուտք գործել ԱՄՆ ոչ որպես զբոսաշրջիկներ, ոչ էլ հատուկ վիզաներով։ Այսպիսով Թրամփի վարչակազմն ամբողջությամբ արգելել է մուտքն ԱՄՆ 19 երկրի քաղաքացիների եւ պաղեստինցիների համար։ Նոյեմբերին Սպիտակ տունը հայտարարել էր, որ վերանայելու է այդ 19 երկրի քաղաքացիներին տրված կանաչ քարտերը։ Թրամփը խոստացել է վերջ դնել ներգաղթին երրորդ աշխարհի երկրներից։ Դիանա Գասպարյան, լուրեր։